Ողջույն։ Նիկոլ Փաշինյանն ունի շուրջ 10 օգնական խորհրդականներ, որոնց հենց պաշտոնի անունն ասում է, ինչ պետք է անեն։ Հետաքրքիր է, ամեն անգամ, երբ նա դերասանի վարպետության դասեր է տալիս խորհրդարանում, իր խորհրդականները ինչ են ասում։ Ամբողջ արարողակարգի բաժին ունի, որ զբաղվում է հագուստով, դիզայնով, վարվեցողության կանոններ է սովորացնում, երևի թե սովորեցնում են, եթե սովորեցնում են, նրան ինչ են ասում։ Facebook-յան, YouTube-ի, TikTok-ի փորձագետների խումբ ունի, մի հոգի չէ, երկու հոգի չէ, խմբեր են, թիմեր են, նրանք ինչ են ասում։ Ասում են, հա, լավ է, լավ դիտում ես հավաքում, հա, դիտում հավաքելու լիք ուրիշ ձևեր էլ կան, այնքան մարդկա տկլորանում է դիտում հավաքելու համար։ Մի հատ էլ վերլուծություն արեք, այսօր ամբողջ օր ազգային ժողովից խոսել է, լաչառությունը դրել է, պարել է, սաղարել է, խնդրում եմ ուսումնասիրեք, լրատվամիջոցները սկտրել դրել ենք ելույթները, ամբողջ համացանցը ծաղրում է դրա պահվածքը։ Լավ, իսկ ինչ է ծաղրում։ Շատ պարզ, որովհետև այլ բան էլ չկա անելու։ Օրինակներով խոսենք, տեսնենք բացի ծաղրելուց, ինչ կարող է անել ժողովուրդը։ Այսօրվա ելույթի օրինակով։ Նախ այսօր Փաշինյանի զեկույցը կոչվում էր Կառավարության գործունեության ծրագրի 2024 թվականի արդյունքների ներկայացում։ Այսինքն, պետք է Նիկոլը խոսեր, թե ինչ են արել 2024 թվականին։ Նա 2024 թվականի մասին անգամ կես նախադասություն չասաց։ Ասաց, թե 2018-ից 24 թվերին ինչ արդյունք ունեն։ Ինչու ժողովուրդ ջան։ Շատ պարզ, որովհետև առանձին վերցրած 2024-ին էլ արդյունք չկա, 23-ին էլ չկա, 22-ին էլ չկա, բայց մտածել են, քանի որ բոլոր իրենց երեսով են տալիս, թե 7 տարի իշխանության եք, միայն աղետ եք բերել, հերիքա այլոց մեղադրեք, սրանք մտածել են, դե եկեք այդ 7 տարին միացնենք իրար, ընդհանուր մանիպուլացնենք, հեղափոխություն բան հիշենք, մի քիչ էլ աճպարարություն ու կարողա անցնի գնա։ Ասում է 2018 թվականից հետո 43.5%-ով աճել է տնտեսությունը։ 43.5%-ով տնտեսությունը աճել է Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացին 43.5%-ով ավելի լավ է ապրում, բնականաբար ոչ։ Իսկ միջին վիճակագրական ՔՊԱ-ական պաշտոնյան 43.5%-ով լավ է ապրում, ինչ եմ խոսում, 400%-ով է լավ ապրում, 1000%-ով է լավ ապրում։ Ծակ կոշիկներով եկել են իշխանության, հիմա մամուլը հրապարակում է, քանի $1000 կոշիկներ են հագնում։ 43.5%-ով 7 տարում տնտեսությունը աճել է, աղքատությունը քանի տոկոսով է կրճատվել 7 տարում, 0%-ով։ Հիմա մարդ, որը աղքատ է, այսինքն բնակչության կեսը, որ լսում է Նիկոլին ու տեսնում է, որ ելույթը իր վիճակի հետ կապ չունի, ոչ էլ երեկվա ելույթը, ոչ էլ նախորդ օրվա ելույթը, ինչ պետք է անի այդ քաղաքացին, եթե ոչ դնի, դիտի, տարածի ծաղրական տեսանյութերը, սպասելով, թե երբ է այս կրկեսը վերջանալու։ Ասում է 2018 թվականից հետո թոշակները բարձրացրել ենք 300 քանի միլիարդ դրամով։ 5 անգամ թոշակ ենք բարձրացրել։ Ուշադրություն։ 5 անգամը ոչ թե 500%-ն է, այլ 5 հատ որոշում են կայացրել, ամեն անգամ մի 1000 դրամ։ Նիկոլ Փաշինյանը ինչու չի նշում անհատական թիվ, այլ ասում է ընդհանուր այսքան միլիարդ, որովհետև երբ անհատականացնի, այդ թիվը լինելու է 1000-ից 2000 դրամ։ Նիկոլ Փաշինյանը զեկուցում էր իբր 2024-ի մասին, բայց այդպես էլ չի ասում, թե որքան է բարձրացրել թոշակը 2024-ին, որովհետև չի բարձրացրել։ Այս տարի էլ չի բարձրանում, եթե մնաց հաջորդն էլ չի բարձրացնի մյուսն էլ։ Բոլոր այգիների բեսեդկաներում հավաքված են թոշակառուները, նարդի են խաղում ու ծաղրում քո ելույթները։ Սովետի թվից մինչև այսօր ասում են, այս մակարդակի ղեկավար չենք ունեցել, այս ում ասա քաշ է։ Ասում են, ախր աշխարհում մի երկրորդ նման մեկն էլ չկա, որ ասենք սրան է քաշել։ Նորից եմ ասում, լուրջ եմ ասում։ Նրանք չեն ասում, տեսակ ինչ ասաց վարչապետը ազգային ժողովից։ Ասում են, տեսակ դա ինչ շարժումներ էր անում։ Ասա դեղերը մոտդ պահել այդ անտերը։ Ասում է 2018-ից ի վեր ուսուցիչների վարձատրության հիմնադրամը ավելացել է 70 քանի միլիարդ դրամով 2018-ից։ Դարձյալ նույն մանիպուլյացիան։ Ինչ են արել ուսուցիչների համար 2024-ին։ Չի ասում։ 0։ Դու խոստացել ես ուսուցիչների աշխատավարձի եռապատկում, արել ես, չես արել։
Ասում է այսօր Հայաստանում 597,500 դրամ ստացող ուսուցիչ կա։ Շատ լավ կա, բայց 25-ից 30,000 ուսուցիչից քանիսն են դրանք։ 1, 2, 5 լավագույն դեպքում։ Այսինքն մի քանի ուսուցչի աշխատավարձ բարձրացրել եք, իսկ քանի հազարին եք կրճատել, իսկ քանի դպրոց եք փակել, լուծարել եւ ուսուցչին թողել անգործ։ Գիտեք ձեր ուսուցիչները հաճախ ինչ են անում։ Դնում նայում են քո ծամածռությունները կառավարության նիստում ու ազգային ժողովի ամբիոնից ու աշակերտներին ասում են լավ սովորեք, որ սրա նման չասեմ ինչ չդառնաք։ Ինչու՞, որովհետև դու խաբել ես ուսուցիչներին նույնպես։ Դու չես թողել միտեղ, որ իրենք քո ելույթով հպարտանան։ Ազգային ժողովի ամբիոնից ասում ես ուսուցիչների աշխատավարձը եռապատկում ենք, բայց 80,000 դրամ ստացողը 80,000 դրամ էլ ստանում է։ Նիկոլի խնդալու վիդեոների ամենատարածված տեղը գիտեք որն է։ Դպրոցները, բանակը։ Ձեզ եթե թվում է, թե երեխաները քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, չարաչար սխալվում եք։ Մայրը նամակ է գրել, ասում է, երեխային ասում եմ, պարոն վարչապետն է ձեր դպրոց գալու, 3-րդ դասանի երեխան պատասխանում է, բայց որ ինքը դավաճան են չեք ասում, պարոն վարչապետ։ Երեխան արդեն բավական բան գիտի, ցավոք, նաև հասկանում է, քո անունը տալիս պետք է լրջանալ, թե անլուրջ միջոցառում է լինելու։ Ամեն անգամ, ամեն օր կրակոցների ֆոնին նամակների տարափ է, զինվորը գրում է, այդ դավաճանը հիմա ինչ է մոգոնել։ Երիտասարդը զորակոչվում է բանակ, նամակ է գրում արդեն, որ սկսել է հաղորդումներ նայել ընդդիմադիր, որովհետև ձեր արածը սկսում է իր մաշկի վրա զգալ այնտեղ սահմանին։ Բայց սա այսօր ազգային ժողովի ամբիոնից խոսում է զինվորների ապահովության մասին, աշխատավարձի մասին, ասում է 582,000 դրամ ստացող շարքային զինվորական կա։ Այո, մի 60,000-ից կարող է մի հոգին այդքան ստանում է, լավ 10 հոգին, բա հետո։ Իսկ քանի 100 սահմանապահ կա, որ դիմում է գրել ու դուրս եկել գործից, քանի որ սահմանապահների գումարը 30-ից 50%-ով քչացրել եք։ Պատգամավոր Գեգամ Մանուկյանը երեկ ասում էր, մարդուն տանում եք վարժական հավաքների, ասում եք աշխատավարձից 40,000 դրամը կպահենք որպես համազգեստի փող։ Պաշտպանության փոխնախարարը անտեղյակ դեմքով ասում է, դեպք ասեք ուսումնասիրենք։ Լուրջ տեղյակ չեք։ Ամեն ամիս հազարներին տանում եք ու համատարած այդ վիճակն է։ Ինձ էլ են ահազանգել։ Ասում են 40,000 դրամը պահել են համազգեստի փող, մյուս մասն էլ 180,000, ասել են 2-3 ամսում մաս կտանք։ Այդպես եք պահում սահման գնացողին։ Քեզ լսող զինվորականները ինչ պետք է անեն, բացատրեք։ Եթե տեսնում են իրականությունից կտրված բան ես ասում։ Դրա համար էլ ոչ թե դիտում ու տարածում են քո ելույթները բանակի մասին, այլ այն կտորները, որտեղ ծամածռություն ես անում։ Նիկոլ Փաշինյանը դարձել է ստի չափանիշ, ծաղրի չափանիշ, անպատվության չափանիշ։ Ցավում եմ, ափսոսում եմ, որ այսօր սա եմ ասում, բայց դա մեր վիճակն է, ու ստիպված ենք դա տեսնել, տանել։ Մարզիչը ֆիթնես ակումբում բացատրում է, թե մեջքի վարժություն անելու համար որքան պետք է կռանալ ու ասում է, այդքան չէ, Նիկոլի չափ կզի։ Հետո էլ թե բա լավ, չասի այդքան շատ, 45 աստիճան կզի։ Էտա։ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ դերասանությունը այսօրվա նիստում վերաբերում էր ժողովրդի վրա հարկերի բարձրացմանը։ Ընդդիմությունը պահանջում է չմտնել քաղաքացու գրպանը, չքամել մինչև վերջին կոպերը։ ԿՊ-ն մերժեց։ Նիկոլը ելույթ ունեցավ հարկերի բարձրացման օգտին։ Էկրանի լուսանկարը հենց դրան է վերաբերում։ Շրջանառության հարկը բարձրացրել են, գույք հարկը բարձրացրել են, պարտադիր հայտարարագրում են մտցնում։ Քաղաքացին հաշվել է, որ ինքը խոշոր գույքահարկ է տալու իր տան համար, իր գարաժի համար, իր ցախանոցի համար, իր հավանոցի համար, իր գոմի համար, իր բեսեդկայի համար։ Նիկոլը այս պոզայով ասում է, ընդդիմությունը չի ուզում բյուջեն լցնենք։ Նախ ժողովուրդը չի մտածում, որ դրանով բյուջե է լցնում։ Մտածում է, վստահ է, որ լցնում է ձեր գրպանները, լցնում է, որ Պապիկյանը հերթական տունը առնի, Ալենը հերթական առանձնատունը ունենա, Աներձակ Հրաչը Ձորախպիրում մի դաչա էլ առնի, ձեզ համար են այդ հարկերը, ժողովուրդը այդպես է մտածում, որովհետև առաջինը հենց դուք եք նրան վստահեցրել, որ եթե բյուջե փող է մտնում, իսկ քո վիճակը նույնն է, ուրեմն դա ճամպրուկներով մեջ են անում իշխանավորները, այս դեպքում դուք ԿՊ-ն։ Ժողովուրդը չի հավատում, չի վստահում, որ դա պետական բյուջե է մտնում ու ծառայելու է իրեն։ Բացի այդ,
որ ասում է իր 43%-ով տնտեսական աճ, 4.5 միլիարդ դոլար բյուջեի աճ, տնտեսությունը ծաղկում է, մարդիկ մտածում են, չէ, բա եթե ամեն բան այդպես փայլուն է, էլ ինչ ես քերթում ժողովրդին։ Այնց դրա համար էլ քո այդ ելույթից հետո մարդիկ ոչ թե ցիտում են ասածները, թե ճիշտ է ասում Նիկոլը, մուծենք էլի թող լծվի բյուջեն, երկիրը զարգանա, այլ տարածում են քո անկանոն պարը ազգային ժողովի ամբիոնից ու ղժում, որովհետև շուտվանից էլ լուրջ չեն վերաբերում։ Ասում է բյուջեն 7 տարում աճել է 4.2 միլիարդ դոլարով։ Այո, իսկ պետական պարտքը աճել է 7 միլիարդ դոլարով։ Բյուջեի ավելացման 4.2 միլիարդ 2.5 միլիարդ դոլարը գնում է 7 միլիարդ դոլարով ավելացած պարտքի տոկոսների մարմանը, սպասարկմանը։ Ու հարցը տալիս ժողովուրդը, բա որ բյուջեն այդպես հավես աճել է, ինչ եք պարտք վերցնում։ Իսկ կարող է ԿՊԱ-ների բյուջեն է աճել պետբյուջեի աճի արդյունքում։ Հəl իրար կողք դրեք այսօրվա բոլոր ԿՊԱ-ների լուսանկարները, ասենք բացի Խաչատուր Սուքիասյանից, Արսենյան Գուրգենից ու եւս մի քանի հոգուց։ Նրանց հակու կապը այսօր ու 2018-ին ու հարց չի առաջանա, թե բյուջեի փողերը ում վրա են ծախսվում։ Կարճ ասած, Ժորժ ջան, հասկանալի է, չէ՞ թե ինչու է Նիկոլի 6 ժամանոց ելույթից մնում միայն նրա մասին ծաղրական վիդեոները։ Բայց եթե թոշակի վերաբերյալ սուտ է ասել, նպաստի մասին սուտ է ասել, ուսուցչի մասին սուտ է ասել, դատավորի մասին սուտ է ասել, զինվորի մասին սուտ է ասել, խաղաղության մասին ու ամեն ինչի մասին սուտ է ասել, ժողովուրդը ճիշտ խոսք չունի տարածելու, չունի հավատալու որևէ հիմք, չունի վստահելու որևէ պատճառ ու սկսում է ծաղրել, մնում է ծաղրը։ Միակ հարցը, որ մնում է մտքներում, լավ, սա որքան դեռ կձգի այսպես